Ես մաման, ապելը, լուսեն, մաման։ Պապան ուր է։ Գորգի։ Զինվորականի ընտանիքում մեծացող փոքրիկներից ամենաաշխուժն է Նարեն, ու մի քիչ ավելի շատ ուշադրություն է պահանջում, քան մեծ քույրը, բայց Հովհաննեսի ծնունդն անգամ նրան է փոխել, կարծես մի քիչ մեծացել է։ Երրորդ երեխայի ծնունդը նաև երիտասարդ ամուսինների կյանքում է փոփոխություն բերել։ Երջանկությունը եռապատկելուց զատ նպաստել է, որ թեթևանան ֆինանսական հոգսերը։ Ընտանիքը միանգամից մի քանի պետական ծրագրի շահառու է դարձել։ Դրանցից առաջինը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագիրն է, որի բաղադրիչներից մեկը հիպոթեկի մայր գումարին ուղղվող միանվագ դրամական աջակցությունն է։ Ծրագրով նայել ենք, տեսել ենք, որ մեր հիպոթեկին մայր գումարից փոխանցվել է 2 միլիոն դրամ գումար։ 14 միլիոն էր կազմում մեր հիպոթեկը, դարձել էր 12 միլիոն։ 3 տարի առաջ է ընտանիքը բնակապահովման հիպոթեկային ծրագրում ընդգրկվել։ Մինչև Երևանում պատրաստ կլինի բնակարանը, Սիսիանում վարձով են ապրում արդեն 8 տարի։ Նախատեսում են այս աշնանը տեղափոխվել նոր տուն։ Եթե հաշվի առնենք, որ մենք արդեն 3 տարի վճարում ենք ու կարելի ասել սա այլ տեղից չի շարժվում, 2 միլիոնը բավականին պատկառելի գումար է։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը գործում է 2020 թվականից։ Հիմնական նպատակը երեխա ունեցող ընտանիքներին աջակցելն է։ Առաջին 3 տարվա ցուցանիշների վերլուծությունը ցույց տվեց, որ ծրագիրը հաջողվել է եւ նպաստում է ծնելիության աճին։ Ծրագրի մեկնարկից մինչև հիմա աջակցություն է ստացել 15830 շահառու, նրանց վճարվել է 11.7 միլիարդ դրամ։ Ժողովրդագրության մեր բլոկի մեջ երեխա ունեցող ընտանիքների բնակարան ապահովման ծրագիրն է, որը 2 կոմպոնենտ ունի։ Մեկը հիպոթեք արդեն ունեցող ընտանիքներին աջակցություն, որ ընտանիքում երեխա է ծնվում, եւ մյուսը այն դեպքում, երբ որ չկա տուն, կան երեխաներ եւ ընտանիքը ուզում է կառուցել տուն, բայց մարզային բնակավայրում կառուցել կամ գնել տարբերություն չկա, եւ մենք մասնակցում ենք կախված տանգնից, կախված երեխաների թվից։ Նախարարը երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության հաջողված ծրագիր է համարում նաև 16 միլիոնով տուն կառուցելու հնարավորությունը, երբ պետությունն է վճարում ամբողջ գումարը։ Որպեսզի երեխաները ունենան տուն կամ երեխա ունեցող ընտանիքները ունենան տուն, պատշաճ պայմաններ այդ երեխաներին մեծացնելու եւ որոշում կայացնելուց վստահ լինեն, որ պետությունը աջակցել է, որտեղ այստեղ երեխա ունենալու որոշման կայացման հարցն է ամենադժվարը։ Սա միայն մեր նախարարության շրջանակներում, բայց եթե մենք նայում ենք ավելի լայն կառավարության, օրինակ նույն մանկապարտեզաշինության ծրագիրը, դա ուղղակիորեն կրկին երեխա ունենալու խթանող ծրագիր է։ Քանի որ Հովհաննեսը ընտանիքի երրորդ զավակն է ու ծնվել է այս տարեսկզբին, ապա ընտանիքը նաև մեկ այլ պետական ծրագրի շահառու է դարձել։ Երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան նպաստից կօգտվեն։ Մինչև Հովհաննեսի 6 տարին լրանալը ամսական 50,000 դրամ կստանան։ Դրան կավելանա գյուղաբնակ աշխատող մայրիկի երեխայի խնամքի գումարը։ Հունվարից ստանում ենք այդ 50,000-ը եւ քանի որ ես աշխատող մայրիկ եմ, նաև գյուղաբնակ եւ աշխատող, մոտ 120,000-ի կարգի գումար ենք ստանալու։ Դե դրանով էլ երևի արդեն մի քիչ այս հիպոթեկի վճարումը կարագացնենք։ Թամարան չի մոռանում նաև անկանխիկ գնումների դեպքում ավելացող հետվճարի մասին։ Բազմազավակ ընտանիքի համար դա էլ իր հերթին ֆինանսական աջակցության լրացուցիչ հնարավորություն է։